Նախորդ թողարկումներից մեկում քննարկել էինք ասեղային մազահեռացումից հետո առաջացող կարմիր գետային չորուկների հարցը, որոնք նորմայում կարող են առաջանալ պրոցեդուրայից հետո։ Այսօր եւս քննարկելու ենք մաշկի բավական հաճախ հանդիպող արձագանքն ասեղային մազահեռացման պրոցեդուրայից հետո, որը կարող է տհաճ լինել, բայց շատ արագ վերանում է առանց որևէ հետքի։ Եվ խոսքը սպիտակ բշտերի մասին է։ Ողջույն, եթերում Էպիլաբի հերթական թողարկումն է, ես Լիանան եմ։ Սպիտակ բշտերն ասեղային մազահեռացումից հետո կարող են առաջանալ մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում բիկինիի, հնարավոր է նաև մեջքի, բայց ամենահաճախ հանդիպող արձագանքը սպիտակ բշտերի տեսքով լինում է դեմքի հատվածում, մասնավորապես կզակի և վերին շուրթի։ Իհարկե դրանք բշտեր անվանելիս կարող է բավական տհաճ պատկեր ձևավորվել մտքում, բայց դրանք այնքան վատ տեսք չունեն, ինչպես կարելի է պատկերացնել, հատկապես որ հիմնականում վերանում են 1-2 օրվա ընթացքում։ Շատ հաճախորդներ վախենում են մաշկի նման արձագանքից, կարծելով, որ պրոցեդուրան ճիշտ չի կատարվել, բայց եթե հաճախորդին մինչև պրոցեդուրան տրամադրվում է լիարժեք խորհրդատվություն մաշկի հնարավոր արձագանքի, դրա առաջացման պատճառների եւ այն մասին, թե ինչպես խնամել մաշկն այն արագ վերականգնելու եւ խնդիրը չբարդացնելու համար, ապա մաշկի վերականգնման այդ շրջանը հոգեբանորեն շատ հեշտ տանելի է դառնում։ Սպիտակ բշտերի առաջացումը մաշկի բնական ռեակցիա է հոսանքով հասցված միկրոտրավմային, ինչի արդյունքում էլ հենց վերանում են անցանկալի մազերը։ Եթե հոսանքով պատճառած այդ միկրոտրավման իսկապես վերահսկելի է եղել, այսինքն պրոցեդուրան կատարվել է հոսանքի եւ ժամանակի օպտիմալ պարամետրերի ընտրությամբ, ապա մաշկի պոստէպիլյացիոն ճիշտ խնամքի դեպքում դրանք շատ արագ կվերանան որևէ անհանգստություն չպատճառելով։ Ցանկացած վերքի տրավմայի լավացման առաջին փուլը բորբոքային փուլն է, որի նպատակն է մաքրել վերքը եւ կանխել դրանում վարակի առաջացումը։ Այս process-ում մեծ դեր են խաղում մակրոֆագերը, լեյկոցիտները եւ այլն։ Սպիտակ բշտերի առաջացման գործում դեր են կատարում նաև այն ճարպագեղձերը, որոնց ծորանները բացվում են դեպի մազի ֆոլիկուլ։ Այս ամենի արդյունքում էլ մենք տեսնում ենք սպիտակ բշտերը։ Կարևոր է հասկանալ, որ սա բակտերիալ ռեակցիա չէ եւ շատ արագ է վերանում, բայց այս փուլում մեծ դեր ունի խնամքը, որպեսզի դրան իսկապես ինֆեկցիա չմիանա եւ ընթացքը չբարդանա։ Պրոցեդուրայից անմիջապես հետո մասնագետը կատարում է խնամք, որը զգալիորեն կարող է կրճատել հետագայում սպիտակ բշտերի առաջացման հավանականությունը, բայց ամեն դեպքում ամենակարևոր պահը հետագա խնամքն է, որը պետք է կատարի հաճախորդը։ Իրականում դա այնքան էլ բարդ չէ, պարզապես պետք է հետևել մի քանի պարզ կանոնի։ Նախ ամենակարևոր կանոնը, որ պարտադիր զգուշացվում է հաճախորդին պահպանել, նույնիսկ եթե հաճախորդն առաջին անգամ չէ գալիս պրոցեդուրայի, մշակված հատվածը չթրջել։ Այս կանոնի խախտումը զգալիորեն մեծացնում է սպիտակ բշտերի առաջացման հավանականությունը։ Մյուսը՝ չդիպչել, չտրորել մշակված հատվածը, խուսափել այնպիսի հագուստ կրելուց, որ կարող է հարել այդ հատվածը։ Մշակված հատվածին կպնելու դեպքում էլ ձեռքերը պետք է պարտադիր լվացված լինեն։ Մյուս խորհուրդը՝ խուսափել ակտիվ ֆիզիկական աշխատանքից, մարզումներից, ինչն ակտիվ քրտնարտադրության պատճառ կարող է դառնալ, բարդացնելով մաշկի լավացման առաջին փուլը։ Հաջորդ կանոնը՝ չկրել դիմակ, ինչին շատ հաճախ դիմում են հաճախորդները, երբ պրոցեդուրան կատարված է լինում վերին շուրթի եւ կզակի հատվածում։ Սա գրեթե 100% հավանականությամբ սպիտակ բշտերի առաջացման պատճառ է դառնալու։ Ամենակարևորը, որ պետք չէ անել սպիտակ բշտերի առաջացման դեպքում, չփորձել դրանք սեղմել կամ մաքրել մաշկն ագրեսիվ մեթոդներով։ Սկսել ճակերտավոր ասված բուժում ինքնուրույն ընտրելով միջոցներ։ Սպիտակ բշտերի առաջացման դեպքում խնամքը շատ պարզ է։ Պահել մշակված հատվածը մաքուր եւ չոր վիճակում, պարբերաբար մշակելով այն նյութերով, որոնք խորհուրդ է տվել պրոցեդուրան կատարած մասնագետը։ Եթե ասեղային մազահեռացման պրոցեդուրայից հետո կա կասկած մաշկի արձագանքի վերաբերյալ, կամ եթե մշակված հատվածում իսկապես կա բարդ ընթացող պրոցես, ապա անհրաժեշտ է դիմել առաջին հերթին պրոցեդուրան կատարած մասնագետին, որովհետև մասնագետը պարտավոր է հետևել այդ ընթացքին եւ միայն նա կարող է ճիշտ մեկնաբանել մաշկի արձագանքը, այսինքն դա նորմայի սահմաններում է, թե ոչ։
Իսկ անհրաժեշտության դեպքում արդեն պրոցեդուրան կատարած մասնագետը կարող է ուղղորդել հաճախորդին բժիշկ մաշկաբանի մոտ մաշկի վերականգնման հետ կապված հետագա խնդիրները կանխելու համար։ Նման դեպքերը իհարկե շատ հազվադեպ կարող են լինել պրոֆեսիոնալ մասնագետի պրակտիկայում, բայց պատճառը մաշկի պոստէպիլյացիոն խնամքի խախտումն է լինում, որի մեջ հաճախորդն էլ կարող է մեղավոր չլինել, որովհետև ինչ-ինչ հանգամանքների բերումով որևէ անգամ կարող է խախտվել խնամքը, ինչի հետևանքով էլ նկատվում է սովորականից տարբերվող մաշկի արձագանք եւ վերականգնման ընթացք։ Եվ թողարկումն ամփոփելով, սպիտակ բշտերն ասեղային մազահեռացման պրոցեդուրայից հետո նորմայի սահմաններում դիտվող մաշկի արձագանք է, որն արագ վերանում է մաշկի պարզ գրագետ խնամքի դեպքում։ Այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը, հետևեք Էպիլաբի շարքին, եթե ցանկանում եք ավելացնել ձեր գիտելիքներն ընդմիշտ մազահեռացման մասին, եթե մտածում եք մազահեռացմամբ զբաղվելու մասին կամ պարզապես հետաքրքրված հաճախորդ եք եւ ուզում եք իմանալ ավելին ընդմիշտ մազահեռացման մասին։ Ուղարկեք նաև մեզ թեմաներ, որոնց ձեր կարծիքով արժե անդրադառնալ առաջիկա թողարկումների ընթացքում։ Կհանդիպենք Էպիլաբի խոսափողի մոտ։